Միահեծան իշխանություն Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի։ Որպեսզի կառավարական թիվ 1 շենքում հայտնվողը չհագնի միապետի շորեր, մայր օրենքում այնպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կհստակեցնեն գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների լիազորությունները, վստահ է ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմները, որոնք որ չեն գործում Հայաստանում, պետք է անպայման վերականգնվեն։ Իշխանությունների հստակ տարանջատման, պետական կայուն զարգացման նոր մեխանիզմների մասին Հայաստանի երկրորդ նախագահը խոսեցինք շաբթի հրավիրած ասուլիսում։ Այս սահմանադրությունը բռնապետ կերտելու սահմանադրություն է։ Հայաստան դաշինքի առաջնորդը առաջ է քաշում ոչ թե անձի փոփոխության հարց եւ դրանով պայմանավորում պետության զարգացումը, այլ համակարգային լուծում է տալիս, փոխել կառավարման մոդելը, նկատում է падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Դուք շփոթել եք տեղը, սա ԿՊ ժողով չի։ Ժողովրդավարական լոզունգներով 2018-ին իշխանության եկած Փաշինյանը, ըստ նրա, անգամ խորհրդարանում իրեն պահում է այնպես, կարծես սեփական կուսակցության հավաքին լինի։ Մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն, մեկ անձնավորոշում պաշտոններին, ով պետք է լինի կիսա ավտորիտար վիճակից, մենք արդեն սահուն քայլերով գնում ենք դեպի բռնապետական ռեժիմ։ Երկրում ստեղծված բռնապետական ռեժիմը տապալելու համար առաջին հերթին դատական համակարգում պետք է կարգուկանոն հաստատել, ասում է падգամավորը։ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է հիշեցնում, կամ պետք է նախագահի դերակատարությունը մեծացնել դատավորների նշանակման գործընթացում, կամ խորհրդարանում դատավորի ընտրության այնպիսի կարգ սահմանել, որ դատավորը ընտրված համարվի միայն բոլոր, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների կեսից ավելիի հավանությանն արժանանալու դեպքում։ Իմ ու քուչը լինի, էլի իմ սրտի դատավորն է, իմ բարեկամն է, իմ ծանոթն է, իմ այսպես ասած հովանավորության տակ է։ Դատական համակարգն Արմեն Դանիելյաններից ու Մասիս Մերքոնյաններից ազատելը ըստ Դանիելյանի արտասահմանյան ներդրումների համար նպաստավոր կլինի նաև։ Հայտնի կանոն է, երբ որևէ խոշոր ընկերություն մտադիր է ներդրում անել որևէ երկրում, հարկային դաշտն ուսումնասիրելուց առաջ դատականն է տնտղում։ Հեցի շուրջ սկանդալն ըստ падգամավորի խոշոր ներդրողների է հետ պահել Հայաստանում փող ներդնելու մտադրությունից։ Մարդը կարող է հարյուրավոր միլիոնների ներդրում անի, բայց մի օր իշխանությունը որոշի, որ այս մարդը իրենց կիմքին հաճելի չէ, արդեն միահեծան իշխանություն ստանալով ինքը բոլոր այդ համակարգերը սկսեց օգտագործել այլախոհներին, ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին, իր կարծիքին հակառակ կարծիք արտահայտողներին, այսպես ասած, այդ համակարգերը օգտագործել իրենց դեմ։ Եթե երկրորդ նախագահի առաջարկած կիսանախագահական կառավարման մոդելին վերադարձն անընդունելի լինի քաղաքական դաշտում, ապա կարելի է այնպիսի փոփոխություններ անել, որ նախագահն ընտրվի ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ոչ թե խորհրդարանում։ Ընդդիմադիր падգամավորը նկատում է այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը հլու հնազանդ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, Եվ ես էլ գնահատում եմ, որովհետև հենց վարչապետն է հրահանգել ՔՊԱ-ականներին խորհրդարանում կողմ քվեարկել նրա թեկնածությանը։ այս գիտակցումը շատ կարևոր է։ Դանիելյանը շեշտում է, Հայաստանում պետք են սահմանադրական փոփոխություններ, բայց ոչ Բաքվից թելադրված, այլ այնպիսիք, որոնք կուժեղացնեն պետական կառույցները, հնարավորություն տալով դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին։ Մեսիջ ենք փոխանցում, որ մեր երկիրը գնալու է ժողովրդավարության այդ սկզբունքով եւ մենք ավելի վստահելի գործընկեր կարող ենք դառնալ մեր տարբեր պարտներների հետ, տարբեր երկրների հետ։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։